Վայոց ձորից մինչև Մասյացոտնի թեմ, Գերմանիայի թեմից մինչև Մերձբալթյան երկրների, Արցախի եւ հայաստանյան այլ թեմերի մեր առաջնորդ եպիսկոպոսները փաստում են մի պարզ ճշմարտություն. հայ եկեղեցականը չի կարող լինել ոչ մի պետության, ոչ մի օտարիշխանության, ոչ մի գաղտնի ծառայության կողմից հավաքագրված սպասավոր։ Լուսավորչի գահը չի կարող պահվել արտաքին հանձնառություններով, խոստումներով, այն պետք է ունենա ներքին լեգիտիմություն, որը բխում է մեր ժողովրդի վստահությունից եւ ներքին պատասխանատվությունից։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում այն եպիսկոպոսներին, որոնք առանց վարանելու, չնայած ահռելի ճնշումներին, այսօր նվիրվել են հայ եկեղեցին արտաքին միջամտություններից ազատելու կարևոր առաքելությանը։ Կիսում եմ բոլոր դժվարությունները, բայց եւ նրանց հավատը։ Հայ եկեղեցին պետք է վերագտնի իրեն ու իր անկախությունը ներսից, համերաշխությամբ, առանց քաղաքական ճնշումների եւ պատվերների, միջամտությունների եւ արտաքին ճնշումների։ Այս օրերին նաև հրապարակվեց եպիսկոպոսների հանձնախմբի դիմումը Արշակ arczepiskopos Խաչատրյանի վերաբերյալ, որով հարգելով անմեղության կանխավարկածն առաջարկվում է այնուամենայնիվ մինչև քննության ավարտը կասեցնել նրա ծառայությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Դա եւս մեկ հիշեցում է, որ մեր եկեղեցում ոչ ոք չի կարող կանգնել ավելի բարձր օրենքից, բարոյականությունից եւ հավատացյալների վստահությունից։